Գրեթե բոլոր միջազգային քննություններում, այդ թվում նաև TOEFL-ում, ունենք ընթերցանության բաժին։ Երբևիցե ձեր մտքով անցել է, թե ինչ գործընթացներ են տեղի ունենում մեր գլխում, երբ ընթերցում ենք։ Այս մասին խոսել է William Graeber իր Key Issues in Reading Development գիտական հոդվածում։ Graeber խոսում է lower level և higher level process-ների մասին, այսինքն ստորին մակարդակի գործընթացներ և վերին մակարդակի գործընթացներ։ Երբ ասում ենք ստորին մակարդակի գործընթացներ, չպետք է հասկանանք, որ այն հեշտ է։ Ստորին մակարդակի գործընթացը իր մեջ ներառում է բառերի արագ ճանաչում։ Կարդացինք, արագ հասկացանք ինչ բառ է։ Քերականության ընկալում։ Ինչ խոսքի մաս է, ինչ ժամանակաձևեր են օգտագործված, ինչ կառույց ունի նախադասությունը և բառակապակցությունների ընկալում տվյալ կոնտեքստում։ Վերին մակարդակի գործընթացներն իրենց մեջ ներառում են ընդհանուր տեքստի ընկալում, տեքստի մասերի հարաբերությունը միմյանց հետ, ինչպես նաև սեփական գիտելիքների հիման վրա տեքստի մեկնաբանություն։ Եվ ուրեմն կարդալու համար պետք է ճանաչել բառերը, քերականությունը, ստորին մակարդակ, որպեսզի ունենանք հիմք վերլուծելու տեքստի խորքային իմաստը և հասկանալու հեղինակի միտքը։ Եթե հետաքրքրում է ձեզ նմանատիպ կոնտենտ, ապա չեք մոռանում հետևել մեզ։